Գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը գրում է. Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Աչապահյանին աջակցելու խնդրանքով Հարգարժան պարոն վարչապետ, ճիշտ է, հայ եկեղեցին քրիստոնեությունը տարածելուց առաջ ամբողջովին ոչնչացրեց նախաքրիստոնեական ողջ մշակույթը, այդ թվում նաև հայկական գրերը, ավերեց մեհյանները, հաճախ հենց նույն տեղում կառուցելով եկեղեցիներ, սակայն հայ էթնոսի և շատ ազգերի համար այդ դժվարամարս ժամանակներում հետագայում նոր ձևավորվող հավատքը դարձավ ազգային համախմբման, նրա դարավոր մշակույթի պահպանման, անցյալի ավանդույթները ներկայով սրբագրելու և մեզ հասցնելու հայոց ազգային մտավոր գանձերը նոր հիմնադրված դպրատներում մատյաններ դարձնելու և հայոց ազգին կտակելու սուրբ գործի նվիրյալը։ Հայ ժողովրդի համար գոյապահպանական արժեք է հայոց առաքելական եկեղեցին։ Ղևոնդ Երեցի, Ներսես Մեծի, Խրիմյան Հայրիկի, Գևորգ Չորեքչյանի, Վազգեն Առաջինի և այլոց կերպարները հայոց ազգի սրտում մնացել են որպես աստվածային լույսի տարածողներ, ի հպարտություն հայ առաքելական եկեղեցու հերոսական ոգու, ով հայոց մեծ եղեռնի օրերին իր ժողովրդից անպակաս այրվեց բյուրավոր հայկական եկեղեցիների փակ դռների հետևում։ Սուրբ Հոգու Տեր լուսավորյալ այս նվիրյալները մեր նախնիների և մեզ համար Աստծո փոխանորդներ էին երկրի հայկական տարածքի վրա։ Մինչև Հայաստանում իրականացող հեղափոխությունները ես վերը հիշատակված հայոց մեծերի շարքին եմ դասել նաև մեր ժամանակների բացառիկ մտածող arczepiskopos Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աչապահյանին, երբեմն իմ ներսում օրհնելով հայ իմաստուն գենի անհատական ներկայությունը։ Այո, նա իր բարոյական նկարագրով շատ խիստ է, որովհետև իր շուրջը կատարվող ազգային բարոյական ահռելի անկումը զորօրինակ եկեղեցու ամբասիր նվիրյալին չէին կարող հոգեկան հավասարակշռության մեջ պահել, օրեցօր գենը դաունիզմի տանող թմրամոլությունը, ազգուրացությունը, խաբեբայությունները, անբարո բարքերը, օտար երկրներից ներմուծված հարյուրավոր, հազարավոր աղանդավորների ցանցերը, որոնք վխտում են մեր շուրջը, օտար գործակալական թափոնների ներկայությունն ու ազգուրացումը և այլ բարքեր չէին կարող խորապես չվրդովվել Աստծո խորհուրդներով հայի խաղաղ լուսաբացների համար ամեն վայրկյան աղոթող մեծի հոգին։ Սա ազգային հոգևոր գենոցիդ է, որի պատճառով Աչապահյանը, որպես իր հոտի հովիվ, վստահելով իր ներքին անկեղծությանն ու հոտի նվիրումին, գուցե անցել է հայոց պետականության հասցեին ասելիքի սահմանները։ Այո, և անցյալում և այսօր, անկախ նրանից ով է մեղավոր, միշտ էլ ժողովուրդ-պետություն հարաբերության մեջ միշտ մեղադրվել է պետությունը, որովհետև ժողովուրդը նրան է տվել իր ապրելու վստահագիրը։ Աչապահյանը հայ ժողովրդի և հոգևոր դասի բացառիկ շնորհատու անձ է, ուստի խնդրանքս է, պարոն վարչապետ, ձեր մեծահոգության վկայության արդյունքում ներողամիտ լինել նրա հայրական զայրույթի դեմ և հաշվի առնելով arczepiskoposի առողջությանը սպառնացող վտանգը ձեր միջամտությամբ բաց թողնել իր աղոթքները շարունակելու։ Նա իր գործի նվիրյալն է, եթե գործում ես, թերություններ էլ կլինեն։ Աչապահյանը հայոց առաքելական եկեղեցու աստվածատուր գավազանակիր է և հայրական են նրա զայրույթն ու խրատները, ոչ ավելին։ Կանխավ հավատով և շնորհակալությամբ Ռուզան Ասատրյան, գրող հրապարակագիր։